Բայց երեք մենք գիտեք չանց կացրել ենք ասուլիս, խոսել ենք, բայց չի չեք եկել։ Մենք լսել ենք, հետևել ենք, եթե հետևել եք, բանել ենք, այո։ Ուզում էինք նախ այսօր խորհրդից եթե կարող ենք սկսել։ Ներողություն, Հատկապես որ դուք պաշտպանության նախարար եք եղել ժամանակին։ Այո։ Այսօր օրինակ վարչապետը ներկա չէր նախընտրական քարոզարշավով պայմանավորված Սյունիքում էր, բայց միգուցե կարելի էր ուրիշ ձև կազմակերպել այնպես, որ գոնե ինքը կարողանար ներկա լիներ, նրա փոխարեն նախագահն էր, այլ պաշտոնյաներ, բայց այնուամենայնիվ վարչապետը այստեղ չէր, դուք ինչ եք։ Ну, ես կարծում եմ, որ Հայաստանի տարածքում բոլոր մարզերում կան հաղթանակին նվիրված, մայիսի 9-ին նվիրված արձաններ եւ վայրեր։ Ես ենթադրում եմ, որ պետք է այցելի այնտեղ, եթե այստեղ չի։ Բայց այո, սա այնպիսի օր է, որ մենք պետք է գնահատականը տանք, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի մեր սերունդը կարող է լավ չի պատկերում, դա եղել է սովետական միություն, մի պետություն է եղել, մենք ինչ ձևով ենք մտել սովետական միություն, ինչ քանակ է եղել այն ժամանակ, երբ որ մենք մտել ենք, եղել է 800,000 հայ։ 91 թվին դա դարձել է 3,600,000։ Ու այդտեղ եթե մենք հաշվենք, որ մենք 600,000 ուղարկել ենք ճակատ, որից 300-ը չի վերադարձել։ Եթե մենք դա էլ գումարենք, մենք հիմա կարող ունենանք բնակչություն 91 թվին։ Դա եղել է սովետական միություն, որպեսզի մենք գնահատենք, դա ինչ է տվել Հայաստանին։ Իսկ աճը բնակչության, դա մի հատ ընդհանուր գնահատական է, թե ինչ կյանք է եղել։ Վատ տեղում բնակչությունը չի աճում։ Դա մեկ, երկրորդը։ Պատերազմը երկրորդ աշխարհային մեր համար հայրենական, եթե Վոլգոգրադը կամ այն ժամանակ Ստալինգրադը գերմանական զորքերը վերցնեին, ապա թուրքական բանակը այստեղ կանգնած էր եւ ինքը պիտի մտներ Անդրկովկաս։ Ինչ է եղել 1918 թվին, որտեղ ինքը Թուրքիան համարում է այս տարածաշրջանը իր ազդեցության գոտի եւ համարում է, որ ինքը պետք է այստեղ իշխի։ Հիմա էլ նա շարունակում է քաղաքականությունը, ոչ մի բան չի փոխվել։ Այդ ժամանակ, եթե պարտվել սովետական բանակը, սովետական միությունը, ապա մենք կստանայինք այստեղ այն ինչ որ ես հիմա ասում եմ։ Մյուս խնդիրը։ Մեր պատերազմի մասնակիցները ասեցի 600,000 է եղել, մենք տվել ենք 5 մարշալ, 100-ից ավել գեներալ, 113 հերոս սովետական միության։ Սա խոսում է այն ներդրումի մասին, թե ինչ ներդրում ենք ունեցել հաղթանակի։ Ավելին ձեզ ասել, ոչ թե մենք 5 մարշալ ենք ունեցել, 5 մարշալից 2-ը եղել են զորատեսակի, օդային եւ նավատորմի գլխավոր շտաբի պետերը։ Իսկ շտաբը դա այն մարմինն է, որը կազմակերպում է հաղթանակը։ Ով կազմակերպում է հաղթանակը։ Կարելի է ունենալ, ասենք, թե գեներալ, որը եղել է դիվիզիայի հրամանատար, բայց մենք ունեցել ենք ռազմավարական օղակում եւ իրանց ներդրումը շատ մեծ է եղել։ Եվ ամենակարևորը սրա հետևանքը ինչ է եղել։ Մեզ դաստիարակել են այդ ոգով, հաղթանակի ոգով, մեզ դաստիարակել են հայրենասիրությամբ, որ հողը պետք է պաշտպանել հայրենիքի եւ մենք այդ դաստիարակությամբ կարողացել ենք հաղթանակ տանել առաջին Ղարաբաղի պատերազմում։ Մեր ներկայիս գլխավոր ներեցեք Ռուսաստանի Դաշնությունը նաև եղել այս պահի դրությամբ հայ-ռուսական հարաբերություններում բավական մեծ լարվածություն կա Զելենսկիից ու նրա հայտարարություններից հետո դուք վստահ եմ գիտեք Հայաստանի դեսպանին կանչել են արտգործնախարարություն, ինչպես եք այս պահի դրությամբ իրավիճակը գնահատում, արդյոք ճգնաժամի մեջ ենք ու սա լուծելու համար դուք տեսնում եք բավարար չափով։ Իմ գնահատականը դա մի բան է, բայց երբ որ դեսպանին հրավիրում են ու իրան հանձնում են նոտա, դա արդեն ճգնաժամ է եւ այստեղ ես ոչ մի դրական բան չեմ տեսնում, խոսքը ինչի որ մենք անցկացրել ենք եվրոպական համայնքի հավաք, այլ ռուսական կողմը հստակ ձևակերպումը տվել է, որ մենք տրամադրել ենք տարածք, որտեղից որ խոսել է Զելենսկին եւ սպառնացել է Մոսկվայի։ Սա գնահատականները ակնհայտ են, կարող եմ ասել, որ այդպիսի լարվածություն աջողական գնում այդպես ձևակերպեն։
լարվածությունը հայ-ռուսական գնում է։ Այո, աճում է։ Ձեր ժամանակել էին, չէ, պարոն Հարությունյան, բողոքի նոտա հղել, այդ ժամանակ էլ էր, այսինքն ճգնաժամային իրավիճակ հայ-ռուսական հարաբերություններում։ Այո, այն ժամանակ էլ հարցեր կային առանձին, բայց այն ժամանակ այլ նոտա էր եղել եւ կոնկրետ հարցերի շուրջ էր խոսակցությունը գնում, որոնք, ասենք թե իրանց տեսակետից վնասում էին հայ-ռուսական հարաբերությունները, բայց մենք մի մասը դա հարթել ենք այն ժամանակ եւ դա շարունակվել է։ Հետագայում եւս եղել են լարվածություններ։ Դա լինում է միջպետական հարաբերություններում, նույնիսկ 91 թվականից մինչև եղել են լարվածություններ։ Բայց դա բնական է, բայց մենք այդ արձագանքել ենք, ինչ որ համարել ենք, որ դա ճշգրիտ գնահատական է, լուծել ենք այդ հարցը, ինչ որ համարել ենք ոչ, համոզել ենք իրանց եւ այդպեսի դեպքեր եղել, որ իրանք են սխալ ընկալում ունենում, դիվանագիտությունը դրա մեջ է։ Հիմա այս պարագայում այն ինչ որ եղավ, որ առաջի դեմքը Պուտինը հանդիպման ժամանակ վարչապետի ներկայացրեց այն խնդրումը, դա եղել է առաջի անգամ, կարելի ասել դա մի իրավիճակ էր, երբ որ դա գնահատվում էր, որ առաջի անգամ հայ-ռուսական հարաբերություն։ Նաև հիմա, այնպես որ ես ձևակերպեցի, գնում է լարվածությունը աճելով գնում է։ Ձեր եւ Հայաստան, Ադրբեջանը կարող է լինել Հայաստանի խաղաղության երաշխավորը, ինչպես նշում է իշխանության որոշ ներկայացուցիչներ։ Թե առանձին մարդկանց կարող է, Հայաստանի չէ։ Ինչպես են նման հայտարարություն անում։ Ով անի։ Ես պատասխանեցի։ Առանձին անձանց կլինի, կտան երաշխիք։ Ոնց որ եղել է մեկ ոնց որ եղել է ցեղասպանության ժամանակ, առանձին մարդկանց փրկել են, չէ՞։ Բայց ընդհանուր ցեղասպանություն են իրականացել։ Նույնը հիմա է։ Չի կարող լինել պետությունը, որի հետ դու ունես ռազմական անմիջական սպառնալիք, իսկ դա է դիվանագիտության հարաբերությունների բացակայություն, զորքերը կանգնած են սահմանում, երբ որ տարածքային պահանջներ կա քո հանդեպ, իսկ դա ըստ ռազմական գիտության, որը կոչվում է անվտանգություն, կոչվում է անմիջական ռազմական սպառնալիք։ Պարոններից հետո այդ լարվածությունը ինչի կարող է հանգեցնել։ Որտեղ։ Հայ-ռուսական Լարվածություններից հետո նոր ինչ-որ էտապներ կանխատեսում եք։ Իհարկե կանխատեսում եմ, անդրությունից հետո կախված թե անդրությունները ոնց կանցնեն, ինչ ուժեր կլինեն, ինչ քաղաքականություն կշարունակվի, իսկ դուք, ես ձեզ ասեմ, իմ փորձից, անդրություններից առաջ ամեն մի պետության քաղաքական էլիտան կողմնորոշվում է։ Դա շատ իհարկե ես չեմ ընդունում, բայց տենց է, թե ինչպիսի անել, ում պետության հետ ինչ պետության հետ հարաբերությունները ավելի սերտացնել կամ կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի հաղթանակ տանեն։ Դի ժամանակավորը նույնը Ուկրաինայի հետ է եղել։ Ես դրա ականատեսն եմ, երբ որ ընտրություններից առաջ գալիս էին Ռուսաստան, խնդրում էին գազի գնի իջեցում, երգում էին տալիս, որ իրանք պրոռուսական գիզ են տանում, հետո գնում էին հաղթանակը տանում էին ընտրությունների ժամանակ։ Նույնը կարծում եք մեր օգնի։ Չեմ կարող, ես ասում եմ, ինչ որ կարող է լինի։ Պարոն Հարությունյան, գլխավոր շտաբը Եվրոպական ինտեգրման գնացող այս ճանապարհը լավ չի տանում, ինչպես ռուսական կողմից հայտարարություններ են, ռուս պաշտոնյաների կողմից են։ Չնայած այստեղ ինչ խնդիր են, ոնց են ձևակերպում։ Ճանապարհը մենք դեպի Եվրոպա գնացել ենք շուտ։ Եվրամիություն ԵԱՏՄ ենք ձևակերպում, ճիշտ ասած, Չէ, Եվրամիության անդամակցությունը դա այլ հարց է։ Դեպի Եվրոպա մենք Եվրոխորհրդի անդամ ենք։ Պետք է ճշգրիտ գնահատել հարաբերությունները։ Հայ-ռուսական, հայ-գերմանական։ Մենք հարաբերություններ ունենք, իրանք մեզ համար սպառնալիք չեն։ Բայց Հայաստանի իշխանությունները ասում են, որ Եվրամիություն ԵԱՏՄ ընտրություն մի օր հնարավոր է անելու արժեք կանգնած ենք մենք բոլորը։ Այո, ասում են, եթե հակասի մենք այն ժամանակ որոշում կընդունենք։ Նույն այդպես որոշում պետք է ընդունվի հանրակրթայով, ինչ որ ես երեք եմ ասել, որ այն հարցերը, որոնք կրում են ազգային բնույթ եւ վերաբերվում է ողջ ազգին, պետք է որոշում ընդունի, եթե ժողովրդավար պետությունը հանրակրթայով։ Այսինքն Հայաստանի իշխանությունները քաղաքականություն են վարում դեպի Եվրամիության ինտեգրման, այդ ուղղությամբ։ Այս քաղաքականությունը կարծում եք լավ տեղ չի տանում, ինչպես որ ռուս պաշտոնյաներն են օրինակ անգլություն։
է, ռուսպաշտոնեն մի բան են ասում են իրաց հիմնավորումը, ես դրա մասին չեմ խոսում, ես չպետք է մեկնաբանեմ Զախարովային, ես կարծում եմ հետևելով, որ մենք մեր ճանապարհը դեպի Եվրոմիության անդամ դա չի բերելու անդամակցության։ Ինչի՞, որտեղ Ուկրաինան, որը ունի մեծ նշանակություն Եվրոպայի համար, իր հարստությունները, իր հումքը, իր աշխարհակաղակական դիրքը, եթե իրան չեն ընդունում, ապա Հայաստանը, որը գտնվում է հազարավոր կիլոմետր, հասամանում են իրանց հետ, հազարավոր կիլոմետր, եւ Վրաստանի տարածքով պետք է անցնենք, Վրաստանը եթե չի դառնում, երբեք Հայաստանը չի դառնա։ Թուրքիան 50 տարի է սպասում է, Թուրքիան, որը վերահսկում է նեհույսները Բոսֆոր դարդանեն, չեն վերցնում, պետություն, որը ՆԱՏՕ-ի անդամ է, երկրորդ բանակն է, հասկանում եք, երբ որ մենք ասում ենք անդամակցություն, դա փոխանցությունը քիչ է։